Ես էլ չեմ խփում, խփողը դուք եք, ես չեմ խփում։ Դուք չգիտեք, որ զոհ է։ Շփոթվել եմ, ասել եմ, հայտարարություն եմ տարածել, եթե դուք սա է ձեր, լսեք, ձեր ինքնությունը սա է։ Հիվը շփոթված եմ ասել, հայտարարություն եմ տարածել։ Վերջ, չեմ տալիս ձեզ, լսեք, չեմ տալիս հարց, ներողություն եմ խնդրել։ Հարցազրույցում մի քանի անգամ դուք ասում եք, որ Լսի, ներողություն եմ խնդրել, հեռացեք սրելի։ հանգստան պահեք։ Լսեք, չեմ տալի հարցազրույց, հեռու գնացեք։ Դա ասա տարածք կա։ Եղավ շնորհակալ։ Բայց այնուհանդերձ դուք Ասեմ հեռու գնա։ դուք չեք ուզում այդ Ոչ։ Գնացեք ստեղից, չեմ ուզում հարցազրույց ձեզ տամ, հեռու գնացեք։ Այսինքն այդ հայտարարությունն Ամեն ինչից տեղյակ է։ Այս մարդիկ, ովքեր որ YouTube-յան այդ տառապում են դրանով, իրենց համար թքած ունեն Հայաստանի Հանրապետության ապագան, Հայաստանի Հանրապետության շահը, չկա այդպիսի բան։ Խնդիրը ինչումն է։ Մարդ ուզում է, որ իր մոտ շատ մարդ նայի։ Մարդ ուզում է, որ դրանից որոշակի եկամուտ ստանա։ Սա ես չեմ կարծում, լրագրությունը ուրիշ բան է, դա ուրիշ բան է։ Ես հասկանում եմ դրանք նոր գործիքներ են, նոր, այս պահի գործիքներ են։ Մարդիկ այդ գործիքներից են օգտվում եւ պատահական մարդիկ են օգտվում, որոնք որ կրթություն չունեն, որոնք որ այդ մասնագիտական առավելությունը չունեն որպես լրագրող։ Բայց լրագրողը դա մի ուրիշ որակ պետք է լինի։ Լրագրողը ուրիշ պետք է գիտակցություն ունենա, ուրիշ կրթվածության աստիճան։ Ուրիշ դե պետք է ներողություն եմ խնդրում։ Ներողություն եմ խնդրում։ Ներողություն մի վարքան, թողեք միջև վերջ ասեմ։ Լրագրողը պետք է հայտարարությամբ հանդես եմ եկել։ Անհարմար է, ուղղակի սա է, մեր ինքնությունն է, իրականությունն է։ Ինչ ճիշտ հասկացեք։ Մեկը չկար որ ասես, բա ինչի տենց է։ Սա լավ սա ձև է։ Չէ, բայց լսեք, ես ասեցի հայտարարությամբ հանդես եմ եկել։ Վերջ, ինչ էր եղել։ Հայտարարությամբ հանդես եք ասի ներողություն եմ խնդրում, խոնարհվում եմ զոհերի առջև։ Ինչ ասեմ ուրիշ, մարդը շփոթվել է։ Լսեք, կա մարդ, որ չի շփոթվել։